Գնում են դաբրո ստանալու, շատ ուղիղ ասեմ Ռուսաստանին, օրինակ ձեռնտու էր Հայաստանում տեսնել Փաշինյանի պես ղեկավարի, որովհետև իսկապես կեղտոտ խաղ է։ Եվ երբ որ այդ խաղը վերջանում է, պետք է հետքերն էլ մաքրել եւ նոր խաղ սկսելու համար հիմա հերթով կորցնում է դա։ Եվ երբ որ տեսնում եմ, որ վերջի ռեսուրսներն են սպառում, ասում են նյարդայնանա։ Իմ սերնդի մարդկանց համար պետք է ինչ-որ միտեղ ամոթ լիներ, գնալ օրինակ Սերժ Սարգսյանի մոտ, Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ այլն, ասեմ առաջնորդեք մեր պայքարը։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան Ոսկանապատ վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Սիրով։ Պարոն Մելիք-Շահնազարյան, վերջերս դուք նշել եք, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը ակնհայտ նյարդային գործողություններ եւ հայտարարություններ են անում, եւ նաեւ նշել եք, որ դա ուղիղ վկայություն է նրանց ներքին լարվածության աճի։ Բայց գետնի վրա ակնհայտ է, որ ընդդիմությունը մեծ հաշվով նեղը չի գցում ոչ Նիկոլ Փաշինյանին եւ ոչ իր թիմին։ Բայց դուք միևնույն ժամանակ նաեւ անդրադարձել եք նրան, որ ավարտվել է Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական կենտրոններ վազվզելու պոտենցիալը, որովհետեւ աշխարհաքաղաքական որոշակի վերադասավորումներ են, որոշակի կայունություն է եւ գծերը հստակեցնելու փուլում ենք մենք հիմա։ Հետևաբար կարելի է ենթադրել, որ դուք այդ նյարդայնության աճը պայմանավորում եք աշխարհաքաղաքական այս փուլում տեղի ունեցողով։ Բայց եթե այդպես է, ինչ խնդիր կա Նիկոլ Փաշինյանը եւ աշխարհաքաղաքական կայունությունը համադրելի չեն։ Համադրելի են։ Տեսանք, որ երկար տարիներ համադրելի են եղել։ Բայց աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվում եւ հիմնական գործող կողմեր աշխարհաքաղաքական արևմուտք կոչվածը հավաքական իդեմս Միացյալ Նահանգների կամ Միացյալ Նահանգների գլխավորությամբ եւ Ռուսաստանը կամ արևելք կոչվածը հակամարտության տրամաբանությունից գնում են լուծումներ փնտրելու, լուծումներ գտնելու տրամաբանության։ Եվ դրանց մեջ սկսել է երկխոսություն։ Եվ սկսվել են մտել են պայմանավորվածությունների փուլ։ Եթե դա դժվար գործընթաց է, կարող է երկար տևել, կարող է ընթացքում նաև խաթարվել կամ այլ ընթացք ստանալ եւ այլն, չգիտեմ, բայց ամենայն դեպս Փաշինյանը խաղում էր այդ հակամարտության վրա։ Փաշինյանը չէր խաղում նրանց երկխոսության, նրանց պայմանավորվելու հնարավորությունների վրա։ Գնում էր արևմուտք խոստանում էր, օրինակ երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի համար, մեր տարածաշրջանում կամ ինչ որ չգիտեմ, լուծումներ էր առաջարկում, որոնք կարող են նյարդայնացնել Ռուսաստանին։ Հետո երբ որ խնդիրը շատ էր սրվում Ռուսաստանում, գնում էր Ռուսաստան, ասում էր, չգիտեք, այսպես չեմ անի, այնպես կանեմ եւ անդադ ինչ որ այդ հակասությունների վրա սրանից նրանից աջակցություն ստանալով, հաճախ մուրալով, հաճախ նաեւ նրանք մեծ հաճույքով էին դա անում, կամ դրդում էին, որպեսզի ինքը այդ քայլերը անի, կարողանում էր ունենալ քիչ թե շատ անկալելիություն այդ աշխարհաքաղաքական կենտրոնների համար։ Այդ որ ինքը անկալելի եւ հասկանալի է նաեւ իր այդ վարքագծով։ Որտեվ պայմանական ասած կենտրոններից մեկին կամ շատ ուղիղ ասեմ Ռուսաստանին, օրինակ ձեռնտու էր Հայաստանում տեսնել Փաշինյանի պես ղեկավարի, որովհետեւ իր համար ավելի կարևոր խնդիրներ լուծելու համար իրեն պետք էր համագործակցել Էրդողանի հետ, իրեն պետք էր կայունություն մեր տարածաշրջանում կամ խնդիրների բացակայություն եւ կար ակնհայտ մի կերպար, ում վրա կարելի էր բարթել իրենց անգործության կամ իրենց սխալ քաղաքականության մեղքը։ Հիմա ձեռնտու չէ։ Ես չգիտեմ ձեռնտու է թե չէ, բայց ասում եմ, որ այս փուլում չգիտեմ ձեռնտու է թե չէ, բայց ասում եմ, որ հակամարտությունների վրա խաղալու ռեսուրսը սպառվել է Փաշինյանի։ Կարող է հաջորդ փուլում էլի ձեռնտու լինել այլ խնդիրներ լուծելու համար, բայց այն խնդիրները, որոնք դրված էին Փաշինյանի վրա այդ կենտրոնների կողմից, մեծ հաշվով հիասքանչ կատարել է, սպասարկել է մատակարարել։ Այդ հարցերը ինքը իրենց համար լուծել է։ Տրամաբանությունը հուշում է, որ էլ չի լինելու դա, որովհետև գիտեք, դա մեծ հաշվով ինքը կեղտոտ խաղ էր, իսկապես կեղտոտ խաղ էր։ Եվ երբ որ այդ խաղը վերջանում է, պետք է հետքերն էլ մաքրել եւ այլն, նոր խաղ սկսելու համար նոր գործիչներ են պետք եւ այլն։ Բացի դրանից Ռուսաստանը իրականում մեծ կորուստներ ունեցավ մեր տարածաշրջանում։ Սա իր համար կենսական կարևորության տարածաշրջան էր, որտեղ ամեն ինչ հիմնված էր ուժերի բալանսի վրա եւ այդ ուժերի բալանսը խախտվել է։ Ռուսաստանը իմ կարծիքով
Իհարկե միշտ ասում եմ, որ դա անշնորհակալ գործ է Ռուսաստանին իր շահը ցույց տալը, բայց ամեն դեպքում իրենք պետք է ինչ-որ ձև փորձեն բալանսը վերականգնել այս տարածաշրջանում։ Այսինքն թուրքական ազդեցության այսքան մեծ ազդեցությունը պետք է սահմանափակեն եւ այլն։ Իսկ դրա համար նոր մարդիկ են պետք լինելու։ Հիմա բալանսը վերականգնելու մասին Լավրովի այցը մենք տեսանք բավական բուռն քննարկումներ առաջացրեց Հայաստանում, նաև առաջիկայում սպասվում է Պետդումայի նախագահի այցը Հայաստան, ընդհանրապես Հայաստանի հարցերով համակարգողի փոփոխությունը Կրեմլում Հայաստանում որոշակի սպասումներ են առաջացրել։ Իդեպ մամուլում պարբերաբար շրջանառվում են լուրեր, որ Հայաստանից հատկապես ընդդիմադիր գործիչներ պարբերաբար գործուղվում են կամ ուղևորվում են Կրեմլ, այդ ինչ հանդիպումներ են տեղի ունենում, պարոն Մելիք-Շահնազարյան։ Չգիտեմ ինչ հանդիպումներ են, գնում են դաբրո ստանալու։ Մեր ընդդիմության խնդիրն է ամենամեծ, որ մտածում են, որ Հայաստանում իրավիճակ փոխելու համար ինչ-որ դաբրոներ են պետք, ճակերտավոր։ Երևի դրա համար են գնում, ես չգիտեմ ինչի համար են գնում։ Բայց մեկ գործ չի, երկու գործ չի անում, չեմ, շատ է։ Այո, շատերն են գնում, ես երկու բան եկեք, որպեսզի ճիշտ գնահատական տանք, երկու բան այնուամենայնիվ հաշվի առնենք։ Խնդիր համար 1. Ռուսաստանում ապրում է շատ մեծ եւ Հայաստանի բնակչության վրա մեծ ազդեցություն ունեցող հայ համայնք։ Գործարարներ, որոնք այստեղ մեծ բիզնեսներ ունեն, քաղաքական գործիչներ, որոնք կարող են Հայաստանի շահը լոբինգ անեն Ռուսաստանի իշխանությունների շրջանում եւ այլն եւ այլն։ Ես ենթադրում եմ, որ որ ասում եմ դաբրո, այդ մի քիչ իհարկե հեգնանքով էի ասում, որտեղ հանրության մեջ դա այդ բանն է տարածված, բայց ես կարծում եմ, որ այդ շրջանակների հետ ընդդիմության աշխատանքը ամեն դեպքում շատ կարեւոր է։ Եթե դու ուզում ես անել ինչ-որ նախագիծ, առաջարկ մշակել եւ այլն, դու պետք է ունենաս այդ կապերը, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ աշխատելու այլընտրանք չունի։ Կապ չունի, դու ընդդիմություն ես թե իշխանություն, դու պետք է իրենց հետ ունենաս շատ լավ աշխատանքային կապեր քո երկրի առջև ծառացած խնդիրները հետագայում լուծելու համար։ Բայց դրանից զատ եւ դրանից առաջ ներողություն կարեւոր չէ Հայաստանում գետի վրա ունենալ լեգիտիմություն։ Չէ, դա բայմ հեգնանքը հենց այդտեղից էր գալիս, որ գնում են դաբրո ստանալու։ Իհարկե կարեւոր է, դու մինչև այդ լավ հերթականություն չդնեմ, որտեղ ամեն դեպքում դա զուգահեռ տարվող աշխատանք պետք է լինի, բայց այո, չես կարող դու Ռուսաստանում խնդիրներ լուծել, բայց Հայաստանում մերկ լինես, դատարկ լինես ու ոչ մի առաջարկ չունենաս։ Կամ հակառակը Հայաստանում մշակես քաղաքական առաջարկ հանրության համար, բայց իրականացնելու համար այդ ռեսուրսները պետք է, որ մի մասն էլ այո Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներն են, բայց ոչ միայն Ռուսաստանում։ Այս է կարևորը, որ հայկական ողջ պոտենցիալն է պետք օգտագործել Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու եւ երկիրը վերականգնման փուլ դնելու համար։ Եվ Եվրոպայում մեծ աշխատանքի դաշտ կա եւ Միացյալ Նահանգներում եւ այլն։ Դրա համար ես մտածում եմ, որ երբ որ մենք ասում ենք ընդդիմադիրները գնացին Մոսկվա, բան ինքը մի քիչ այդ ընկալումը մի քիչ նաեւ հակակարողության արդյունք է, որտեղ օրինակ արևմտամետ շրջանակները դա ծաղրում են, ասում են գնացին դաբրո ստանալու, հետո այդ ծաղրը սկսում ենք մենք էլ օգտագործել մեր խոսքի մեջ։ Բայց պարոն Մելիք-Շահնազարյան, այդ նույն ընդդիմադիրները, որոշ գործիչներ, դա իբրև խաղաթուղթ են ներկայացնում, հաղթաթուղթ, որ մենք Կրեմլում ունենք որոշակի ազդեցություն, մենք սպասված ենք եւ մենք ենք այն մարդը, որը գալու է դաբրոյով։ Հրաշալի է, բա ուր է արդյունքները։ Լավ, թող ներկայացնեն, հանդիպեցինք, չգիտեմ, սրա հետ հանդիպեցինք, նա այդ Պուտինի հետ ենք հանդիպելու։ Արդյունքը ուր է։ Հասկանալի է, չէ՞, որ Կրեմլում քաղաքականությունը չի մշակվում անձնական հարաբերությունների վրա հիմնվելով։ Իրենք առաջերտին այս պետական շահն են դնելու հետաքրքրությունները, ինչ խնդիր է ուզում Ռուսաստանից այդ տարածաշրջանում, ում միջոցով ինչ ակնկալիքներ է ստան եւ այլն։ Այսինքն ես այդտեղ առանձնապես գլուխ գովալու եւ այլն պատճառ առիթ անկեղծ ասած չեմ տեսնում։ Ավելին ասեմ, եթե կան ուժեր, որոնք Հայաստանում իշխանության գալու համար միայն այդ գործոնն են խաղարկում, որ ռուսները մեզ կօգնեն, մենք այդտեղ իշխանություն կլինենք, դա ավելի լավ է չլինելի այդպիսի իշխանություն։ Որովհետև ամեն դեպքում առաջի տեղում իհարկե պետք է դրվի քո պետական շահ եւ այլ։ Ես դեմ չեմ այդ համագործակցություններին, եթե կան կապեր, որոնք կծառայեն մեր պետության զարգացման, դա պետք է մաքսիմալ օգտագործել, բայց դա չի Հայաստանում իշխանություն ձևավորելու հիմնական ռեսուրսը, այդպես պետք է չլինի։ Հակառակ բaragam դու վերածվելու ես այդ մարդկանց ձեռքի խաղալիք։
Իշխանություն ձևավորելու ռեսուրսին դեռ կանդրադառնանք, բայց մի հարց կար, որը ոչ այնքան դրան բավարար չանդրադարձանք, ինչով է պայմանավորված Փաշինյանի նյարդայնությունը, որովհետև դուք միևնույն ժամանակ ասել եք նաև, որ իրականում մինչև ընդդիմադիրները միմյանց են թիրախավորում, Փաշինյանը եւ նրան հովանավորողները ձեռքերը ծալած չեն նստում եւ պատրաստվում են եւ շատ մեծ է հավանականությունը, որ գործը 26 թվականին չի էլ հասնի, այսինքն տեղի կունենան արտահերթ ընտրություններ եւ Փաշինյանը հերթական անգամ կվերընտրվի։ Բա եթե նյարդային են, մյուս կողմից նաև ունեն հովանավորչություն եւ Հովանավորչություն չէ, դա պարտադրանք է, դա Էրդողանի եւ Ալիևի ուղիղ պարտադրանքներն են։ Գնացեք փոխեք ձեր երկրի սահմանադրությունը։ Գնացեք տարածքներ զիջեք մեզ, անունը դրեք դեմարկացիա դելիմիտացիա, մեզ տարածքներ զիջեք։ Պարտադրում են դժվար որոշումներ, որոնք անհետևանք չեն մնում։ Փաշինյանի ներվայնությունը, նյարդայնությունը առաջին հերթին տեղից է գալիս, որ ինքը հասկանում է, որ իրեն պարտադրում են հերթական քայլեր, որ կարող է չմարսել այս անգամ, որովհետև սպառել է վստահության ռեսուրսը, հա։ Առաջ ասենք հող էր հանձնում, ասում ենք հողը հանձնում դաշան, ասում են, բայց տեսեք կոռուպցիան հաղթահարել է։ Իսկ հիմա պարզվում է, որ չի էլ հաղթահարել կոռուպցիան։ Ինչ հաղթահարել։ Ավելի շատ են թաթախված կոռուպցիայի մեջ, քան բոլոր նրանք, ում իրենք երբևէ մեղադրել են։ Տեսնում ենք, չէ՞, դա այդ նյարդայնության արդյունքն է դա։ Խորհրդարանում ցույց տվեցին իրեն, որ դուք ունեք խնդիրներ, կոռուպցիոն խնդիրներ, ու տեսանք թե ինչ արձագանք բերեց, որտեղ ինքը հասկանում է, որ ռեսուրսը սպառվում է։ Նյարդայնության պատճառը իր դա է, որտեղ ինչի վրա էր առաջի իշխանությունը հենված էր իր ժողովրդական սիրո փառաբանում էր, աստվածացրել էր մեր ժողովուրդը Փաշինյանին, ու շատ լավ էր, կար արտաքին աջակցություն շատ լավ էր, հա, կար ուրիշների հաշվին, այսպես ասած, կապիտալ հավաքելու հնարավորություն, ասել ամեն ինչ վատ է, որտեղ նախկիններն են մեղավորել, այսինքն լիքը բաներ ուներ, որ իրեն ամրացնում էր իր իշխանությունը, ուժային համակարգը եւ այլն եւ այլն։ Հիմա հերթով կորցնում է դա։ Եվ երբ որ տեսնում է, որ վերջի ռեսուրսներն են սպառում, սկսում են նյարդայնանալ։ Երբ որ ուզում եք իր քարոզությունը հնել, օրինակ, կոռուպցիոն, կոռումպացված, չգիտեմ, նախկիններին բռնելու քաղաքականության վրա, ասում են, չէ, դու ես կոռումպացված, էս էլ փաստեր է։ Ինքը դրանից էլ է նյարդայնանում, բա ինչ պետք է անի։ Դե եթե ռեսուրսները սպառվում են եւ ինքն էլ նյարդային վիճակում է, դուք ինչ խնդիր եք տեսնում 2026 թվականին ընտրություններով Փաշինյանին ճանապարհելու մեջ։ Խնդիրները մի քանիսն են իրականում, բայց հարցը իմ բարձրաձայնած խնդիրը 26 թվականին չէր վերաբերվում։ Ինքը ավելի շատ վերաբերում էր 21 թվականի արտահերթ խորհրդարանական։ Դուք ասում եք, որ 26-ին պատմությունը կարող է կրկնվել։ Ես ասում եմ, որ 21 թվականին Արցախը տարան կապիտուլյացիա կորուստի ըստ էության եւ հետո ստիպեցին, որպեսզի ժողովուրդը գնա իր քվեով դա լեգիտիմացնի։ Ես հիմա շատ վախենում եմ, որ արտահերթ ընտրություններով կամ 26 թվականի ընտրություններով ստիպեն ժողովրդին լեգիտիմացնել օրինակ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Փաշինյանը եւ Փաշինյանին քաղաքականություն ու վարքագիծ թելադրող ուժերը։ Անկամ եթե ռեսուրսները սպառված են։ Անկամ եթե ռեսուրսները սպառված են, եթե դու իշխանություն ես, դու միշտ ունես եւ կեղծելու եւ քո անդիմախոսների մեջ գժտություններ մտցնելու եւ նրանց չեզոքացնելու գործիքներ։ Ես ասում եմ, որ արդար ընտրություններում Փաշինյանը հաղթելու ոչ մի հնարավորություն չունի, բայց մենք ունենք երաշխիք, որ լինելու է արդար ընտրություններ։ Ես ավելին ասեմ, Փաշինյանի կազմակերպած ոչ մի ընտրություն արդար չի եղել, անկախ նրանից, թե դա վիճարկվել է, թե չէ։ Բա ոնց է հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, որովհետև փողոցային պայքարը մի քանի անգամ եղել է, արդյունք չի տվել, իմպիչմենտի օրակարգը մեծ հաշվով ծաղրվում է, ընտրություններն էլ ծաղրվում։ Դե նույն ձևով մենք կարող ենք ծաղրել նաև Փաշինյանին հեռացնելու ցանկացած գաղափար։ Չէ, ես չեմ ասում, որ ընտրություններով հնարավոր չէ, բայց ասում եմ, մինչև ընտրություններ հասնելը կան այլ տարբերակներ։ Մենք չպետք է սպասենք 26 թվականին, որովհետև մենք բոլորս համոզված ենք եւ բազմիցս խոսել ենք դրա մասին, որ այս իշխանության ամեն մի օրը վնաս է մեր երկրին։ Պայքարի բոլոր հնարավոր տարբերակները պետք է օգտագործել։ Եթե այս բանը կա impeachment, ինչն է դրա ծաղրելու հիմքը, իմաստը ո՞րն է։ Դե ասում են խիստ անհավանական է, իսկ ընտրություններից առաջ եւս մեկ անգամ պարտվել Փաշինյանի նշանակում է հաղթաթուղթ տալ Նիկոլ Փաշինյանին։ Դե ես էլ ցավով պետք է ասեմ, որ այդ հաղթաթղթերը ընտրություն կեղծելու բոլորը Նիկոլ Փաշինյանի ձեռքում են։ Եվ ինքը այսօր
այդ գաղափարը impeachment-ի գաղափարը անլրջացնող հիմնական ուժը հենց ինքը պետք է լիներ Փաշինյանը, որտեղ իր դեմ է դա ուղղված։ Փոխանակ ընդդիմությունը կարողանա միասնական օրակարգ մշակել, համախմբել, ասել լավ, սա էլ փորձենք, վերջին չի ասում, կաթիլը քար է ծակում, չէ՞։ Ամեն մի հաջորդ ժողովրդական ցույցերով պայքարների ամեն հաջորդը շատ ավելի մոտ եւ ավելի լուրջ խնդիրներ է լուծել։ Այդպես է, իսկորը ասում միանգամից լուծվելու է, չէ՞, դա պետք է 10 անգամ փորձել, 11 անգամ, այնքան միջավ կստացվի։ Իսկ եթե դա պետք է սկսենք անլրջացնել, ասենք դե գիտեք, հավաքվենք, պատրաստվենք ընտրություններ, ես էլ ասում եմ, եթե մենք մտանք այդ տրամաբանության մեջ, մինչև ընտրություններ լինելու է նոր կապիտուլյացիա, լինելու է այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրում, նոր տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին դեմարկրատիա դելիմիտացիայի անվան տակ, հնարավորություն է տրվելու, որպեսզի սահմանադրություն փոխեն, մեջից հեռացնելով անկախության հռչակագրերը մեր հղումների եւ այլ, ինչ կարողանան պարտադրելու են, եթե մենք նստենք եւ սպասենք 26 թվականի ընտրություններին, հետո էլ ասենք դե այս անգամ էլ չստացվեց, հիմա էլ նստենք 31-ին սպասենք։ Դուք մի հարցադրում եք արել, ես հիմա կկրկնեմ, ասում եք, արդյոք բոլոր ուժերն են իրականում իրապես ուզում իշխանափոխություն եւ Նիկոլ Փաշինյանի հեռացում եւ արդյոք չկան այլ նպատակներ։ Մենք բազմաթիվ լուրջ մարտահրավերների առջև ենք եւ այդ մարտահրավերները բոլորի համար են սպառնալիք, շարքային քաղաքացուց մինչեւ էլիտայի ներկայացուցիչ եւ նախկին, ասենք, պաշտոնյաներ։ Արցախի օրինակով ամեն ինչ տեսանք։ Բայց միևնույն ժամանակ ընդդիմության ռեսուրսակիր հիմնական ուժերը պետությանը սպառնացող մարտահրավերների, դրանից բացի նաև իրենք ունեն անձնական խնդիրներ Փաշինյանի հետ, որովհետև այդ իշխանությունը առավելապես իրենց է հետապնդում, նվաստացման փորձեր անում եւ այլն։ Այսինքն այսքանով հանդերձ, ինչու պիտի այդ ուժերից որոշ մարդիկ, ներկայացուցիչներ կամ ձեր ասած որոշ ուժեր, այդքանով հանդերձ չուզենան Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Այդ Նիկոլ Փաշինյանի հեռացումը բոլորն են ուզում։ Սա չի հարցը։ Հարցը այն է, որ միայն դա են ուզում, թե դրանից բխող այլ բաներ են ուզում։ Պայմանական Նիկոլ Փաշինյանը հեռացվի, բայց հանկարծ Լիլիթը չլինի, ես լինեմ։ Այդ երկրորդ այդ բայցն է, որ Փաշինյանի հեռացումը բոլորը ուզում են։ Բայց կան ուժեր, ում համար դա վերջնանպատակն է, սրանց բրծնենք նորմալ իշխանություն ձևավորվի, հա։ Եվ կան ուժեր, որ ասում են, չէ, սրանց բրծնենք ու լինենք մենք մենակ։ Հանկարծ չթողնենք, որ այն մյուսը աճի, այն մեկը էս անի, եւ այդ պայքարի ընթացքում իրենք իշխանություն լինելու ընթացքում մարդիկ ստիպված երկու ուղղությամբ են նայում, մեկ որ Նիկոլին ոնց վնասենք եւ երկրորդը որ կողքինը հանկարծ չաճի այդ ընթացքում։ Ներընդդիմության խնդիրը դա է։ Որտեւ կան ուժեր, որոնք պայքարում են ոչ միայն Նիկոլի դեմ, այլ նաեւ պոտենցիալ մրցակիցների դեմ։ Դա է խնդիրը։ Բայց ռացիոնալ հարցադրում չէ, թե ով կլինի Նիկոլ Փաշինյանից հետո։ Ռացիոնալ է, բայց կարելի է նստել պայմանավորվել, չէ՞։ Պայմանական, եթե դու ընդդիմադիր ուժի կենտրոնն ես, ուժային կենտրոնն ես ընդդիմադիր, մյուսներ կարելի է նստել պայմանավորվել։ Ամբիցիաներն են խանգարում։ Ամբիցիաները, իշխանատենչությունը, էլի խանգարող բաներ կան։ Գիտեք, երբ որ մարդիկ ետի մտքեր ունեն, դա միշտ խաղարկում է ուրիշների կողմից։ Դա խաղարկում է եւ Նիկոլի կողմից, եւ այդ նույն Մոսկվայի կողմից, որտեղ իրենք գնում գալիս են, վստահ նաեւ արևմուտքի կողմից։ Խաղարկվելու է դա։ Դուք մի առիթով նաեւ ասել եք, որ պարտադիր չէ, որ միասնական ուժերով հանդես գան, կարելի է ուժային այլ կենտրոններ ձևավորել, հա, եւ առաքելությունը հանձնել այլ մարդկանց։ Ովքեր են այդ այլ մարդիկ։ Գիտեք, ես դա իդեպ ցավով եմ խոսացել դրա մասին, որովհետեւ ինչ որ բաներ կան, որոնք երբ որ արհեստական ասում ես, դա ընդդիմությունը միասնական է, բայց մտնում ես մեջ տեսնում ես, որ չէ, դա այդպես չէ։ Միասնական չեն, կան կոնֆլիկտներ, բայց դու միևնույն է շարունակում ես ասել միասնական ուժով գնա, որ արդյունք չի տալիս, ասում ես դե լավ, եկեք իրողությունները ոնց կան, այդպես գնահատենք, այլ լուծումներ գտնենք։ Ես չգիտեմ ովքեր են այդ մարդիկ, ռեալ չգիտեմ, հա, բայց ես բարձ օրինակ կարող եմ ասել իմ շրջապատում, իմ սերնդակից, մի քիչ ավելի երիտասարդ, մի քիչ ավելի մեծ, շատ գիտակ մարդիկ կան, որոնց հաճախի դեպք էլ հրավիրում եք հյուրերի, որոնք մինչ այս պահը ցավոք սրտի շարունակում են մնալ այս կամ այն ուժի սպասարկող։
պատասխանատվություն չեն ստանձնում, օգնում են սրան ինչ-որ մի բան ճիշտ կազմակերպել, մի բան ճիշտ գրել եւ այլն, այլ մյուսին ավելի լավ հարվածել։ Գիտեք, տպավորությունը մեծ գերության տպավորություն կա, որ ուժեղները, այսպես ասած, պոտենցիալ ունեցողներին թույլ չեն տալիս այդ պոտենցիալը ռեալիզացվի եւ ոչ թե թույլ չեն տալիս, այլ սոցիալական, այլ քաղաքական պատվեր տալով իրենց պահում են սպասարկողի դերում։ Պատասխանատվություն վերցնող չկա։ Անկեղծ խոսենք, իմ սերնդի մարդկանց համար պետք է ինչ-որ միտեղ ամոթ լիներ գնալ օրինակ Սերժ Սարգսյանի մոտ, Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ այլն, ասել առաջնորդեք մեր պայքարը։ Եկեք դուք մեր առաջնորդը, որ դա ամոթ պետք է լինի, էլի։ Պետք է այլ հարցադրումով գնալ այդ մարդկանց մոտ։ Խորհուրդ հարցնելու, հա։ Խորհուրդ հարցնելու, օգնելու եւ բայց պատասխանատվությունը պետք է այս սերունդը վերցնի արդեն։ Մեր սերունդը պատասխանատվություն չի վերցնում։ Բա ինչու չեք վերցնում։ Ես չգիտեմ ինչու չենք վերցնում, իսկապես չգիտեմ, դրա պատճառներից մեկը արդեն ասացի։ Հասկացանք, Ամեն մեկը գերությունը հասկացանք։ զբաղված է իր ղեկավարին սպասարկելով։ Կա այդ խնդիրը, հասկանում եք, բայց դու անհատական ամեն մեկին կարող ես ասել, օրինակ, չգիտեմ, այս մարդը ինչու չի վերցնում պատասխանատվություն, նա ինչու չի վերցնում, բայց ընդհանրական այդ պատասխանը ես չունեմ։ Ես գիտեմ մի բան, որ մեր սերունդը պետք է արդեն վերցներ, ավելի վաղ պետք է վերցներ, մինչև 18 թվականը նույնիսկ պետք է այդ պատասխանատվությունը վերցներ։ Ամբիցիաները պետք։ Մենք ընտրել ենք ցավոք սրտի ուժեղի թիկունքում պաշտպանվելու, այսպես ուժեղին առաջ հրելով, բայց հետևից գնալու մարտավարություն։ Մեր սերնդի մասին է խոսքը։ Իսկ հնարավոր է, որ հիմնական օբյեկտիվ պատճառը նաև ռեսուրսների բացակայությունն է։ Դա պատճառներից մեկն է, այո։ Բայց դա կարող էր խանգարել կամքի դրսևորմանը։ Կամքի դրսևորմանը չէր խանգարի։ Ու այդ կա, այդ հաշվարկված բանը, գիտեք, էլի ցավոտ խնդիր պետք է ասեմ, բայց մենք մեր երիտասարդներին կրթում ենք, մտածելակերպով դարձնում ենք կուսակցական ինչ-որ բաներ։ Այդ կուսակցական կարիերա, հենց բուն կուսակցությունների մասին չեմ խոսում, բայց ինքը շատ նման է նրան, թե ինչպես են կուսակցության մեջ մարդիկ աճում, իրենք գալիս են, ոչ մի նոր բան չեն ասում, ուղղակի կուսակցության գիծը պետք է գովես, որպեսզի կարողանաս այդ աստիճաններով վերև բարձրանալ։ Մենք մեր ինչ-որ մի սերնդի դարձել ենք այդպես կուսակցական սերունդ, ճակերտավոր կուսակցական։ Բայց ես ավելի քան համոզված եմ, որ եթե ինչ-որ մի պահի զուտ նոր առաջարկով մարդիկ հանդես գան, ասեն, գիտեք, մենք էլ այս միտք ունենք, եթե այս քայլերը անենք, այս արդյունքը կունենանք եւ այն, այդ process-ը կապրի եւ ռեսուրսներ կգտնվեն այդ process-ի զարգացման համար, որովհետեւ քաղաքականությունը կարող այսօր մի քիչ շատ բան խոսեն եւ շատ հաճախ պարզ բիզնեսին մանա։ Դու ունես ինչպես բիզնես պրոյեկտ ունես, այնպես ունես քաղաքական պրոյեկտ։ Թե դու ունես լավ քաղաքական պրոյեկտ, լավ պրոդուկտ, որը կարելի է վաճառել, միշտ կգտնվեն դրա գնորդները։ Այլ հարցը թե դու վրա ես վաճառում քո պրոդուկտը, դրսի ուժերի վրա, որ հետո քեզ բան թելադրեն, թե քո ժողովրդի վրա։ Ինչ է սպասարկում, ուրիշի շահը, թե քո պետության շահը, քո այդ պրոյեկտով։ Եթե լավ պրոյեկտ մշակվի, ստեղծվի եւ այլն, կգտնվի եւ դրա պատվիրատուն, եւ դրա սպառողը, եւ դրա իրացման ռեսուրսները, ամեն ինչը կգտնվի։ Ես կարծում եմ, որ մյուս ամենամեծ խնդիրը սեփական պղպջակում ապրելն է։ Տարբեր ուժեր, որոնք ունեն որոշակի ռեսուրսներ, ունեն որոշակի սպասարկողներ, նախընտրում են ապրել սեփական պղպջակում, որտեղ պղպջակի ղեկավարը ունի տարատեսակ ամբիցիաներ, որոնք բավարարվում են այդ պղպջակի սպասարկողների կողմից եւ ամենևին խնդիր չի դրվում դուրս գալ սեփական պղպջակից ու իսկապես առաքելության մասին մտածել։ Մարդիկ կան, որոնք իրենց առաքելությունը դիուլի կատարել են, ավելին սпасել կամ գնալ խաբել, ասել, գիտես, չգիտեմ ինչ, առանց քեզ չկա, ժողովուրդը միայն քեզ է սպասում, գալու ես, հաղթելու ես, միակ դա ազնվություն չի, դա թիմի ազնվությունը չի, իսկ ինչպես ասում են, բանն է, չէ, ռուսները ոնց են ասում, svito делает короля, այսինքն արքունիքն է արքային ստեղծում։ Հիմա մեր արքունիքները չեն ստեղծում այնպիսի
այդ առաջնորդներ, որոնք պետք է գնան ինչ-որ ռիսկային, ռեալ ինչ-որ բաներ փոխելու, այն հարմարվել են, այո, ցավոք սրտի շատերը չեն հասկացել, որ իրենք այլևս իշխանություն չեն, այս իշխանությունից շատերը չի հասկացել, որ իրենք են արդեն իշխանություն, շատ մարդկանց մոտ իրականում ոչինչ չի փոխվել։ Եվ ունեցած դերով գոհ են, որովհետև աշխատավարձի խնդիր չունեն։ Հա, ինչ որ բավարարվածության, ասում են դե փորձեցինք, արեցինք, դե չէ։ Մենք հասել ենք մի վիճակի, որտեղ միայն փորձել է, միայն մեր ջանքը գործադրելը բավական չէ։ Զոհողություններ են պետք, զոհողություններ, ինքնազոհությունն է։ Բովանդակության առաջարկի մասին խոսեցիք։ Դա շատ կարևոր հարց է, որովհետև երբ խոսում ենք անունների մասին, հետո անպայման պետք է խոսել նաև բովանդակության օրակարգերի մասին։ Դրանք նույնքան համարժեք կարևոր են, համաչափ կարևոր են եւ թե գետնի վրա, թե սոցիոլոգիական տարբեր հարցումներով իրողությունն է, որ Հայաստանում մեծամասնությունը չկողմնորոշված է։ Հետևաբար, ինչ բովանդակություն պիտի առաջարկել այդ մարդկանց, որպեսզի չկողմնորոշվածների մեծամասնությունը միաբանվի այդ բովանդակության, այդ օրակարգի եւ այդ անձի շուրջը։ Դա կարծում եմ ինչ էլ առաջարկվի, մարդկանց համար առաջերտին պետք է դա իրատեսական թվա։ Չենք կարող վեր կենալ, ասել որ գիտեք, ես կդառնամ երկրում վարչապետ, մեկ շաբաթ հետո Ադրբեջանի հետ հարցերը կլուծվեն, Թուրքիայի սպառնալիքը կչեզոքացվի եւ 1 տարի հետո մենք կլինենք տարածաշրջանի Դուբայ, չգիտեմ, ամեն ինչ էստեղ կլինի, բոլորը հարուստ կապրեք։ Մեզ մոտ կա քաղաքական շրջանակներում մտածելակերպ, որ հանրությունը լավ չի հասկանում։ Դե գնանք սիրուն բառեր խոսանք, անցնի գնա։ Ու տեսնում եք, որ շատերը շեշտեն դրա վրա էլ դնում են։ Իմ կարծիքով առաջին ինչ որ պետք է առաջարկվի մեր ժողովրդին, դա անկեղծ զրույցն է։ Շատ པարզ եւ հստակ անկեղծ զրույց, ասես սիրելի ժողովուրդ։ Մենք ունենք այսօր այսպիսի վարչապետ, որի պատճառով ամեն օր կամ ամեն ժամ կորուստներ ենք ունենում։ Հաջորդ վարչապետը որ գա, ինքը պետք է այդ բանը կորուստների գիծը, այսպես ասած, կտրի, էլի, որ մենք այդ կորուստները չանենք, բայց մեր թշնամիները դրանից ուրախ չեն լինելու։ Իրենք հակառակը փորձելու են ամեն ինչ անել, որ իրենց դրածուն կամ իրենց համար հարմար տեխնացուն շարունակի պաշտոնավարել։ Եթե տեսեն այդպես, իրենք կարող ուժ գործադրեն, կարող ճնշեն եւ այլն։ Մենք պետք է դրան դիմակայենք։ Եթե ուզում ենք պետություն ունենալ, եթե ուզում ենք մեր երեխաները այստեղ ապրեն, զարգանան, իրենք էլ երեխա ունենան եւ այլն, մենք պետք է մի անգամ ուժ ցույց տանք։ Հիմա որ քաղաքական գործիչը կանգնի եւ ասի, որ գիտեք, Նիկոլին հեռացնելը կարող է նշանակել նոր պատերազմ օրինակ։ Չեն ասի, չէ՞ որ մարդիկ ուզում են ասեն այն բանին, որ ժողովրդի ականջահաճո է։ Բայց նեւ չեն բացատրում, որ Նիկոլի մնալն էլ է համարժեք պատերազմ։ Նիկոլի մնալը ինքը չվերջացած պատերազմը, չվերջացած կորուստ է։ Այդ անկեղծ զրույցը պետք է ասեն, ժողովուրդ ջան, մենք կամ 10 տարի հետո միանշանակ կորցնելու ենք պետություն, հայրենիք, հայ լինելու իրավունք եւ այլն, կամ մենք պետք է տանք այդ կռիվը, որը մեզ մյուս տարի է շատ ցավ պատճառելու, բայց երաշխավորելու են 100 տարվա ապագան։ Ժողովրդին պետք է այդ ճիշտ բովանդակությունն է պետք տալ։ Չի կարելի գալ խաբել, ասել ասֆալտ կանենք, ժողովրդավարություն կլինի, այս կլինի, այն կլինի։ Չէ։ Մենք պետք է անկեղծ ասենք, որ մեծ եւ ծանրաքաշ աշխատանք ունենք անելու բոլորս միասին։ Բոլորը ուրիշ բան չկա։ Դա բովանդակ անկեղծ է, որտեղ երբ որ դու այդ անկեղծությունը չես էլ ասում, միևնույն է, այնպես չէ որ մենք մարդկանց խաբեցինք։ Բոլորից խելոք է ժողովուրդ, բոլորից։ Ոչ մեկ չի կարող խաբել, կարող եք անհատներին խաբել, բայց այդ ընդհանուր այդ դժգոհության մթնոլորտը, խաբված լինելու մթնոլորտը ինքը մնալու է։ Ու քանի ժողովուրդը ապրում է այդ մթնոլորտի մեջ, ինքը անգործունյա է, ինքը ոչ մի բան չի տալու, ոչ պետությանը, ոչ առաջնորդին, ոչ։ Շնորհակալություն եւ վերջում դուք խոսեցիք շատ կարևոր հարցերի մասին, ես կառանձնացնեմ սերնդափոխության հարցը եւ նաեւ զոհաբերության պատրաստ լինելու հարցը։ Ձեր օրինակով, պարոն Մելիք-Շահնազարյան, ձեր հայրը իր գործը պատվով կատարած մարդկանցից է։ Դուք անձնապես ինչ եք անում ապացուցելու համար, որ արժանի եք իր գործի շարունակողն եք, եւ ինչ եք անում ցույց տալու, որ դուք պատրաստ եք ձեր չափով առաջնորդության։ Չգիտեմ, ամենայն դեպս ինչ է որ անում եմ, ակնհայտ է որ բավարար չէ, որտեղ ես այսօր լուրջ խնդիր ունեմ իմ հոր հետ հարաբերություններում։ Ես լուրջ խնդիր ունեմ։
ինքը չկա, բայց ես իր շիրիմին գնալու խնդիր ունեմ։ Հիմա ես չգիտեմ, ասեմ, ինչ եմ անում, որ արժան, չգիտեմ։ Հուսով եմ մի օր, երբ որ իմ ժամանակը կգա, ամոթով չեմ գնա։ Ռեալ հուսով եմ, շատ իմ ամենամեծ երազանքներից մեկն է դա։ Հիմա արածս բավարար է թե չէ, ակնհայտորեն չէ, ինչքան է փորձել եմ բան, եւ չեմ ուզում ոչ ինքնախապեյությամբ զբաղվել, ոչ մարդկանց ասել, գիտեք, ես չկա այն ինչ որ պետք է արվեր եւ լուծումներ չգիտեմ։ Ես չգիտեմ այսօր ես անձամբ ինչ պետք է անեմ, որ վաղը հանգիստ խղճով գնամ այդ շիրմաքարին ծաղիկ խոնարհեմ։ Լուծումը չունեմ, եթե ունենամ վստահեցնում եմ, որ կանեմ։ Անում եմ այնքան, ինչքան հասկանում եմ, բայց ակնհայտ տեսնում եմ, որ դա բավարար չէ։ Շնորհակալ եմ անկեղծրույցի համար։